Հավատում ենք մեկ Աստծո, ամենակալ Հորը, Արարչին երկնքի ու երկրի, տեսանելի եւ անտեսանելի բաների, եւ մեկ Տիրոջ Հիսուս Քրիստոսին, Աստծու որդուն, ծնված Հայր Աստծուց, միածին, այսինքն Հոր էությունից, Աստված է Աստծուց, լույս լույսից, ճշմարիտ Աստված, ճշմարիտ Աստծուց, ծնված, այլ ոչ թե ստեղծված։ Նույն ինքն է բնությամբ Հոր, որով եղավ ամեն բան, թե երկնքում, թե երկրի վրա, տեսանելի եւ անտեսանելի, որը երկնքից իջավ մեզ, մարդկանց համար, մեր փրկության նպատակով, մարմնացավ, մարդացավ, կատարյալ կերպով ծնվեց Սուրբ Կույս Մարիամից Սուրբ Հոգով, որով էլ իրական եւ ոչ թե թվացող մարմին առավ։ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ։ Նույն մարմնով ելավ երկինք նստեց Հոր աջ կողմում։ Գալու է նույն մարմնով եւ Հոր փառքով դատելու ողջերին եւ մեռածներին, որի թագավորությունն անվախճան է։ Հավատում ենք նաեւ Սուրբ Հոգուն, որը անեղ է եւ կատարյալ, որը խոսեց օրենքի եւ մարգարեների գրքերում եւ ավետարանում, որն իջավ Հորդանան, քարոզեց առաքողի մասին, բնակվեց սուրբերի մեջ։ Հավատում ենք նաև մի ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցու, մեկ մկրտության, ապաշխարության, մեղքերի քավությանն ու թողությանը, մեռյալների հարությանը, հոգիների մարմինների հավիտենական դատաստանին, երկնային արքայությանը եւ հավիտենական կյանքին, ամեն։ Երբ YouTube կայքեջի վրա փնտրում էի նիկիական հանգանակը երգի ձևով, ահա թե ինչ բացվեց։ Երբևիցե չեմ լսած, որ հավատամքը եկեղեցում նման ձևով մատուցեն։ Հավատամ ki մի Աստված Հայրն ամենակալ Արարիչն երկրի եւ երկրի, երևելյաց եւ աներևութից, եւ իմի Տեր Հիսուս Քրիստոս, որդին Աստուծո, ծնյալ Աստուծո էր միածին, այսինքն է յութեն է Մեր ուսումնասիրության առաջին իսկ պահից դժվարության հանդիպեցինք, աշխարհի բազում եկեղեցիներ, տարբեր հարանվանություններ ընդունել են նիկիական հանգանակը իր նախնական ձևի մեջ, բոլոր եկեղեցիների հանգանակները միանման են, տառացիորեն նույն տեքստ ունեն, բայց հայկական, հայ առաքելական եկեղեցու նիկիո հանգանակի տեքստը տարբեր է բոլոր մնացած եկեղեցիներից։ Փորձեցինք պարզաբանել, որտեղից է գալիս այս տարբերությունը։ Զանգահարեցինք Կիլիկիայի թեմ, որտեղ եւ ընկալուչը վերցրեց պարոն Կոմիտասը, հարցրեցինք մեր հարցումը, որտեղից են գալիս այս տարբերությունները հանգանակների միջև։ Պատասխանեց տեղյակ չեմ, ընկալուչը փոխանցեց Վազգեն քահանային։ Նա ևս պատասխանեց բնավ տեղյակ չեմ եւ մեզ մի հեռախոսաթիվ տվեց, պարոն Պարքևի թիվը, եւ մենք զանգեցինք, կապվեցինք եւ պատասխանը այսպիսին էր. կապվեք Էջմիածին եւ որոշ ուսյալներ կան այնտեղ, որ ձեր հարցին բավարար պատասխան կտան եւ մեզ հաջողություն մաղթեց։ Որոշեցինք զանգահարել Էջմիածնական թեմի առաջնորդարան։ Մի քանի օրեր փորձեցինք եւ հասկանում ենք, մարդիկ զբաղ են այս օրերի մեջ, հոգևոր մեծ դաշտ կա, մշակները քիչ են, գործը շատ է, գործավորները քիչ են, եւ վերջապես Սիփան անունով մի պարոն հետ հեռաձայնեց եւ մեր հարցումը տվեցինք. ինչ է տարբերությունը այս հանգանակների մեջ, որտեղից է գալիս, եւ ասեց ինքը դրա պատասխանը չունի, բայց ավելի հոգևոր բարձր պաշտոնյաներ կան, որ դրա պատասխանը ունեն, բայց նրանք զբաղ են եւ ժողովների մեջ են։ Վերջապես ես խոսեցի մի տղայի հետ, որի անունը Հայկ էր։ Հայկը գիտեր, որ տարբերություններ կան, ինքը ուսումնասիրել էր, եւ նրա պատասխանն էր, որ միակ ճիշտը հայկական տարբերակն է, աշխարհում գործածվող բոլոր մնացյալ տարբերակները սխալ են։ Որ աղանդների դեմ պայքար ասելով յուրաքանչյուր մարդ հասկանում է միայն եկեղեցի,
Երբ ասում են աղանդ, ինչ անում եկեղեցին աղանդի դեմ։ Ինչու այդ հարցը չենք տալիս ղեկավարությանը։ Ինչու այդ հարցը չենք տալիս ինքներս մեզ։ Հիմքը որտեղ է, որի հետ պիտի համեմատությունն անել եւ մարդուն բնորոշել։ Նա աղանդավոր է թե հայ առաքելական։ Իր գործերը, առաջին հերթին իր գործունեությամբ, այսինքն սուբյեկտիվ է մոտեցումը։